ինչ որ մի գյուղում հարսանիքա գյուղի ժողովուրդն է ամուսնանում, ինչ որ աղջիկ ամուսնանում, թե գյուղից էր աղջիկը թե տղան էր, ոչ ինչ որ սենց մի հատ վիճակ է, սենց տնավարի հարսանիք է, էլի, որ սենց ով ինչ կարծել է տնից հարսանիքին բերել է արել է, դե հիմնականում որ պարում են հարսի պարը, ծուխ են տալիս, սենց հետևից, սև շորով, սև մայկով, տղա է լինում, որ չերևա ինքը, վիդեոն չփչանա մաքսիմալ բան, սենց սիրուն, ոչմ, չգիտեմ ինչ է լինում այդ հարսանիքին, ոնց որ այդ տղան դառնում է տատիկ, այդ հարսանիքի ծուխ դնողը տատիկ է լինում, չգիտես ո՞ր, տունը տածխի ապարատ Այդ ես էլ չգիտեմ այդ բանը։ Անկեղծ։ Ու ոնց որ երկու հոգի են լինում, երկու ծխի ապարատ լինում է։ Հա, ինքը իր ծխի ապարատով գալիս է։ Չգիտեմ, հիմա Իրանն է տնից է բերել, չգիտեմ։ Վարձել է միտեղ։ Այսինքն ընտանիքի տատիկը չի, այլ այդ գործով զբաղվող տատիկ։ Այո, այդ գործով զբաղվող տատիկ չգիտեմ, կներեք, եթե դուք այդ գործը միջև մոնում ու նայում եք այս հաղորդումը։ Այդ պահին ոնց որ գիտեն էլի, ասենք այս նոտայի վրա պետք է կուլմինացիայի ժամանակ ծուխ տան։ Ինքը շատ սենց բան լուրջ է մոտիկանում այդ գործին, որոշմա մեջտեղով այդ ծխի ապարատը սենց քշելով ու գոռում է այն մյուսի անունը, որ տիպը մտանք էլի, հիմա այդ պահն է ծխի։ Երկուսով Բարի ժամանակ տատիկն է, պատկերացնես շա ոնց հակած կլինեմ։ Ու սենց իրանք սենց շատ լուրջ մոտիկ անում են այդ գործին, էլի, սենց գոռում են մտանք։ Ու սենց երկուսով այդ ծխի ապարատը։ Ու դու պատկերացրու աղջիկները չեն կարում պարեն, ծիծաղում են։